որ փաթեթների հրապարակել մասին կապված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունքում քրեակատարողական հիմնարկներից քրեական հեղինակությունների տեղափոխումներ այս վայրը կոնկրետ անձանկանուններ էին հրապարակվել, որոնց տեղափոխել էին Ազգային անվտանգության ծառայության մեկուսան, նախարար այսպես տեղափոխություններով մենք կկարողանանք պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, բոլոր նախարարները գալիս են, ասում են, որ պայքարելու ենք, մեղադրանքները առաջադրում են, բայց երևույթը արկա է, կա ու զոննայողները քրեական հեղինակությունները ինչ ուզում անում են քրեակատարողական հիմնարկներում։ Նախ պետք է խոստով անեմ, որ քրեակատարողական ծառայությունում մեր անելիքները դեռևս շատ են եւ 23 թվականը ես համարվում եմ հաջողված եւ ինստիտուցիոնալ կայացման առումով գրեթե ավարտված հարկադիր կատարման ծառայությունում մեր անելիքները, բայց 24 թվականը հայտարարում եմ քրեակատարողական ծառայության վրա կենտրոնացման տարի մեր ողջ թիմին եմ դա ֆիքսում արձանագրում։ Ի ուրախություն ինձ 23 թվականի ավարտին մենք ունեցանք շատ լավ նշանակումներ քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում, հատկապես պարոն Ամբակում Գրիգորյանի նշանակումը ինձ մեծ հույս է ներշնչում, որ այնտեղ շատ արագ դրական ցուցանիշներ են կարողանալու ապահովել։ Երկրորդ փուլով տեղակալների նշանակումներ արդեն ունենք մեկ նշանակում եւ երրորդ փուլով լինելու է իմ այցելությունների ավարտից հետո հենց քրեակատարողական հիմնարկների բանտի պետերի փոխադրումներ, նշանակումներ, նորերի մուտք ես չեմ որոշում, մենք այցելու ենք տեղակալ պարոն Բալյանի հետ, քրեակատարողական ծառայության պետ պարոն Ամբակում Գրիգորյանի հետ, տեսնելու ենք կոնկրետ գործ ինչ է արվել ու օբյեկտիվ իրական որոշումներ կայացվեն, ինչը որ կներկայացվի հենց ծառայության ղեկավարի կողմից։ Ճիշտ եք ասում, որ շատերս ենք խոսք տվել քրեական ենթամշակույթի դեմ պայքար, բայց պետք է ձեզ խոսք տամ, որ տարվա վերջին իմ նմանատիպ ավսուլիսով, հուսամ ես տեղ նստած կլինեմ, հուսամ դուք էլ, ես կներկայացնեմ այստեղ իրական կատարած աշխատանք, իսկ կատարած աշխատանքը հետևյալն է։ Առաջինը որակով կադրերի ապահովում, դա հենց լինելու է ատեստավորման համակարգի ներդրմամբ, գարնանից սկսելու ենք իսկական բարձր աշխատավարձով լուրջ կադրեր մտցնել համակարգ։ Երկրորդը անզիջում պայքար ենթամշակույթի դեմ, անզիջում պայքար ենթամշակույթի դեմը հետևյալն է, միանգամից 100%-ով ամեն ինչը չենք անելու, նախնական ծանուցելով, կամած բերելու ենք նրան, որ բոլորը հասկանան, որ այլընտրանք չկա, պետքա արդեն նոր կանոնների համակերպեն, իսկ նոր կանոնների համակերպեն ուղղակի օրենքի տառին համապատասխան գործառույթների իրականացում հենց ծառայողների կողմից եւ նաեւ դրա հետ մեկտեղ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների եւ կալանավորների համար արժանի միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց կյանքը լավանա, այսինքն ոչ իրենց կյանքի վատացման հաշվին։ Օրինակ կարող եմ բերել, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում այդ դռների վրա խցիկը բաց էր մնում, որովհետև օդափոխության համակարգը վատ էր աշխատում եւ երբ որ ուզում էինք ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան կահավորեինք, շատ հիմնավոր հակադարձում էր լինում, որ շոկ է կամ ցուրտ է, պայմաններ ապահովեք եւ խնդիրներ, որ ոչ մեկս չենք ունենա, մենք այս տարի կարողացանք ամբողջությամբ գործարկել հենց նոր օդափոխության համակարգը միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան եւ ամբողջությամբ Արմավիրի մարզը այդ հարցը լուծել։ Բնականաբար կլինեն ձեր վկայակոչած մարդիկ, որոնք որ միգուցե չենթարկվեն նոր կանոններին, այո, դրանց մեծ մասը կտեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկներ եւ Ես հետևյալը կասեմ, որ բոլոր այն քրեակատարողական հիմնարկում գտնվող մեր կալանավորներ ու դատապարտյալներ, որոնք որ օրենքին դեմ կգնան, բնականաբար կենթարկվեն սանկցիաների։
Նաև շատ կարևոր հարց ենք մենք լուծել արդեն դեկտեմբերի վերջ ու ես շատ շնորհակալ եմ մեր նոր ղեկավարությանը, որ որևէ նույնիսկ մամուլում արձագանք չի եղել, դա այդ հանձնունքների հերթերը, տեսակցությունների հերթերը ամբողջությամբ վերացրել են, այսինքն առաջի կառավարման մենեջմենտի բարելավումը մենք վայելել ենք մեր քաղաքացիների հետ միասին, գաղտնի գնացել ենք հետևել մեր վերահսկողական, նույնիսկ մի հատ հերթ չի եղել, այսինքն մարդը երեխայի հետ գալիս էր իրենց, չգիտեմ, ամուսնու կամ կնոջը հանդիպելու այդ հերթի մեջ անձրևի տակ, այսինքն կտուրները ապահովել են, հերթագրումը արել են, լավ կառավարումով այդ հարցը լուծել ենք, բայց սրանք ինստիտուցիոնալ լուծումներ չեն, տեղային լավ կառավարումով այդ հրդեհները մարելն, այս սրա ինստիտուցիոնալ լուծումներ լինելու, նաև իրական արդյունքը ես կկարողանամ այստեղ հպարտորեն ասել, մենակ այն դեպքում, երբ որ կկարողանանք այդ մուտք գործող ծառայողներին կերպարանափոխել Պարեկին ինստիտուտի հիման վրա, նախքին ՃՕ մարդը ծառայողը երբ փոխվեց Պարեկով, միանշանակ կարող եմ ասել, որ այդ համակարգը գնում է առողջացման, այստեղ է քրեակատարողական ծառայողի, մեր Պարեկը դա է դրան մոտ կանգնած 5 հոգին է, հերթափոխով աշխատող, որին որ պետք է ամբողջությամբ փոխել, բարձր աշխատավարձ տալ, որ ինքը այլևս չգայթակղվի եւ չթողի հեռախոս եւ այլ սարքավորումներ մուտք մտնեն քրեակատարողական հիմնարկ եւ նաեւ շատ ցավոտ ու բարդ թեմա է հանձնուկների թեման։ Մենք ունենք բավականին նորմալ ուտելիքի որակ, որը անձամբ գնալու եմ ստուգեմ հասկանանք ինչումն է խնդիրը, որ այդքան քանակի հանձնուկ է մտնում, որտեղ հանձնուկն է հենց այն կոռուպցիոն ռիսկը գեներացնում, ինչի միջոցով որ հիմնականում մտնում են այդ արգելված իրերը, նաև պետք է ձեռք բերենք հատուկ սարքավորումներ, կարծեմ իսրայելական արտադրության են, որոնք որ չեն թողում դրոների մուտքը քրեակատարողական հիմնարկ է, որովհետև թվայնացման զարգացումը նաև բերում է նման զարմանալի, այսպես ասած, միջոցառումների, երբ որ դրոնով շատ հեռու տարածքից կարողանում են նետել կոնկրետ 1 քառակուսի մետրի վրա հենց թմրանյութ։ Բայց նաև միևնույն ժամանակ երևի մամուլից տեղեկացվել եք, որ հսկա քանակի միջոցառումներ են լինում, գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները մտնելով մեծ քանակի թմրանյութեր, հոգեմետ դեղեր, հեռախոսներ, այդ ամենը դուրս է բերվում։ Մի քանի ուղղությունով գնալու ենք 20%-ն ենք դեռ արել, անկեղծ լինեմ, այսինքն արել ենք օրենսդրական եւ թիմային աշխատանքը, իրականը սկսվում է հունվարի 15-ից։